Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ այսօր տաղավարում ունեմ հյուր եւ իմ հյուրն է 2020 թվականի նոյեմբերի 10-ից առնվազն 5 տարի եւ ավել մինչեւ 26 թվականի հունվարի 14-ը Ադրբեջանում պատանդ պահվող եւ միայն հունվարի 14-ին հայրենիք վերադարձած, Հայաստան վերադարձած, ինչպես նաեւ Նոր Հայաստան հայրենիք Սփյուռք բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանը։ Ողջույն Գևորգ, ես շատ շնորհակալ եմ նախ եւ առաջ, որ չհրաժարվեցիր եւ համաձայնեցիր հյուրընկալել մեզ։ Եվ կարծում եմ մեր հեռուստադիտողը, ով տարիներ շարունակ անընդհատ, քանի որ գերիների հարցը մեզ մոտ առաջացնում է դիզոնանսներ, մենք սպասում ենք անընդհատ գերիների վերադարձի, պատանդների վերադարձի, հիմա մեր հանրությանը նաև տարբերությունը կասենք գերի եւ պատանդ բառերի, ես ինքս շատ չէի կենտրոնացել, դու ինձ հուշեցիր կուլիսներում, ու այդ սպասումները ինչպիսին են, ինչպիսի պատկերացում ունի առհասարակ դրա իրավական եւ բարոյական տեսանկյունները ինչպիսին են, հուսամ կարողանանք բացել, ներկայացնել մեր հանրությանը, առհասարակ հետաքրքիր եթեր երևի թե կստացվի, այնուամենայնիվ դարձյալ չվերադառնալով հոգեբանական այդ ծանր ժամանակահատվածին, որից որ նոր ես ազատվում, երևի թե այդքան էլ շատ չենք մտնի դետալների մեջ, չգիտեմ, ինչքանով որ դու ցանկանաս, որքանով որ կթույլատրես։ Խոսենք, խնդիր չկա խոսենք։ Սկսենք։ Նախ ինչպես ստացվեց, ճիշտ է, մենք գիտենք ընդհանուր պատմությունը, որ նոյեմբերի 10-ին դու դարձյալ գնում էիր Արցախ, արդեն հրադադարի պայմանագիրը կար ու հաջորդ լուսաբացին, գնում էիր Արցախ, երևի օգնելու համար, էլի օգնություն էիր տանում, ու հանկարծ այնտեղ ռուսների մոտով անցնելուց ադրբեջանցիներ են մոտենում ու ձեզ պատանդ են։ Այո։ Ուրեմն նոյեմբերի 11-ին, նոյեմբերի 9-ի գիշերը 10-ի, այսինքն 000, արդեն 10-ը որ պետք 10-ից այդ հրադադարի ռեժիմը արդեն գործում էր նոյեմբերի 11-ին, այսինքն 10-ին այդ ժամանակ որոշեցի, որ 11-ին եւս պետք է գնամ, որովհետեւ զանգերը շատ էին, մեր կազմակերպություն, օգնություն էին խնդրում մարդիկ ու կային մարդիկ, ովքեր որ ուզում էին դուրս գային այնտեղից, ու պետք է իրենց դուրս հանեինք։ Քանի որ իրավիճակին չէի տիրապետում այդ ժամանակ ես 2-3 օր չէի եղել, որովհետեւ շատ լարված էր իրավիճակը ու խոր չէին տալիս ճանապարհները լավ հասկանալի էր, պահպանվի, կստացվի, չի ստացվի։ Այո, հենց այդ պատճառով նոյեմբերի 7-ից մենք կանգնեցրինք, դադարեցրինք մեր ճանապարհը դեպի Արցախ, հետո որ տեսանք, որ հրադադարը կա, ամսի 11-ին նոյեմբերի որոշեցինք, որովհետև արդեն շատ էին զանգերը, այդ ամբողջ ընթացքում 44 օրվա ընթացքում մենք 24 ժամյա ռեժիմով աշխատել ենք։ Շատ շնորհակալ եմ, ուզում եմ շեշտել մեր Սփյուռքի հայրենակիցներին, ովքեր որ մեծ աջակցություն ցուցաբերեցին մեր կազմակերպությանը, որպեսզի մենք օգնենք մեր հայրենակիցներին ու շատ մեծ ահռելի քանակությամբ մարդիկ ենք այնտեղից բերել, տեղավորել, օգնել, ամեն ինչով։ Ասեմ նոյեմբերի 11-ին, երբ մենք շարժվեցինք Արցախ, Գորիսից, երբ արդեն դուրս էին գալիս Լաչինի միջանցք, որ պետք է մտնենք, այդ հատվածում ռուսները կանգնած էին, տեղակայված էին խաղաղապահները։ Ես հարցրեցի էլի, ասացի որ գնում ենք ու հնարավորություն կա, ասենք մտավախություն կա, որ Շուշի եւ Ստեփանակերտի շնորհ ճանապարհը, որ բաժանարը Տանկի մոտի ճանապարհը հայտնի։ Հենց այդտեղ կարա վտանգի հանդիպենք, այսինքն Ադրբեջանի զինծառայողների, ինչպիսին է էլի։ Ոստուգեցին մեքենան, տեսնեն զենք կա չկա, մեքենան ամբողջությամբ Nissan Pathfinder էր, ինքը մեծ մեքենա է, 7 տեղանի մեքենա է, ամբողջությամբ հագուստով, ուտելիքով, սնունդով, ամեն ինչով մեքենան համալրված էր զուտ օգնության համար էլի քաղաքացիներին
Իսկ մենք նաև խոսել էինք մի քանի ավտոբուսների հետ, արդեն պայմանավորվել է, որ ես անցնեմ այդ ճանապարհը։ Ոնց որ 1000-ներողություն, ոնց որ ստացվում է հրադադարից հետո ոնց որ առաջին փորձն է կանոն մտնելու դեռ չգիտեք ինչ կստացվի, որ մութ անտառը էլի կարելի է։ Հենց այդ իրավիճակներ, ասի անցնեմ, հետո արդեն իրավիճակին ծանոթանալուց հետո նոր ավտոբուսները իջնեն, որ մարդկանց դուրս բերենք։ Ու ցավոք սրտի ռուսները հավաստիացրեցին, խաղապաները հավաստիացրեցին մի քանի անգամ իմ հարցումից հետո, որ ճանապարհը բաց է ու կարող է գնալ։ Իրենց վերահսկողության տակ, մոտ 1 կիլոմետր իրենցից ներքև իջանք ու տեսանք Opel Zafira հայկական համարներով կանգնած էր։ Իսկ Լաչինի Միչանսկը գիտեք, չէ՞, ճանապարհը մի կողմը բարձունք է, մյուս կողմը ձոր ու պերևալներն։ Այդ 1 կիլոմետր անցնելուց սենց պերևալ կար, այդ անցանք այդ հատվածը, տեսանք իրանց սենց փոքր ճիպոտի վրա, սենց ասած դրոշ։ Իրանց դրոշը կանգնեցինք։ Կանգնեցի ես էի Մեկել Դավթյան Դավիթը, իմ ընկերի մոնտականն է։ Ինչպես է միջայլոց Դավիթը։ Լավ է, հա, կամացից ադապտացվում է։ Հա։ Ուրեմն Դավիթի հետ կանգնեցինք, ասեց դրոշը, հետո տեսա մեքենան, հայկական համարներով մեքենա։ Ասեցի, եթե ռուսները հավաստիացրեցին, որ իրենց վերահսկողության տակ, միգուցե այդ 9-ին կամ 10-ին այդ գիշեր այդ ընթացքում իրենք եկել են այդտեղ, իրենց դրոշը դրել են, ու հետո նահանջել են ռուսը, որ եկել է, արդեն բացել են ճանապարհը, որովհետև հենց այդտենց էլ պետք է լիներ։ Ու Opel Zafira-ն ինձ ոնց որ խափեց էլի, ինքը այդ Opel Zafira-ն ոնց որ թակարդ էր մեր համար, հայկական համարներով, մտածեցինք երևի մեքենայա փչացել է, ինչ որ խնդիր ա եղել։ Ասի մի քիչ մոտիկանանք, բայց հեռավորությունը պահենք, որ հնարավորի եթե ինչ-որ բան լինի, կարենանք դուրս գանք, հա։ Ես մի քիչ էլ իջա, մի 5 մետր երևի մնում էր իմ ու այդ Opel Zafira-ի, իմ ու այդ մեքենայի միջև, մեքենայից դուրս եկան 4 զինված Ադրբեջանի զինծառայողներ, ու վերևից միանգամից իջան մեր ավտոյի հետևը փակեցին։ Ու ձորից մի 70 հոգի նորից զինծառայողներ բարձրացան։ Այսինքն մոտարապես մի 120 հոգի մարդ կար այդտեղ։ Թաքնված են այդ։ Հա, թաքնված են, ընդհանրապես, ասենք շրջադարձ կատարել, փախնել, ոչ մի բանի հնարավորություն չկար։ Միակ բառը, որ եղել է Դավիթին ասել եմ, ասացի հասանք Դավիթ ջան, իջի։ Ու այդպես բռնեցին մեզ, տարան Շուշի, Զորամաս, Զորանոց, այնտեղ մի 3 օր պահեցին։ Դուք այդ ժամանակ զինվորական թե քաղաքացիական։ Քաղաքացիական հագուստով ենք, մենք միշտ եղել ենք քաղաքացիական հագուստով։ Ու ինչ են ասում, որոնք են առաջին հարցերը, էլի, եթե կարելի է։ Իրենք կանգնեցրին, որ ես կանգնա իրանց տեսա, իրենք զենքերով մոտիկացան, ես շիչա մեքենայից, ապակին իջեցրի մեքենայի, ցույց տվեցին վկայականը կազմակերպության, բեյջը, ասի որ մենք կազմակերպություն ենք, ու եթե թույլ չեք տալիս, մեզ ռուսներն են թողել, գրանցել են մեր մեքենան, մեր անունը, ազգանունը, ու եթե թույլ չեք տալիս, թողեք շրջադարձ կատարենք, հետ գնանք։ Դե ես արդեն հասկանում եի, որ դա անհնարին է, որովհետև եթե իրենք այդտեղ թակարդ էին ստեղծել, որպեսզի բռնեին, ու ինձ ազատ թողնելը, հետ թողնելը կնշանակեր, որ այնտեղ արդեն փակվելու էր ճանապարհը, ու չէին կարենալու էլ մարդկանց բռնեն, որովհետև ես արդեն իրազեկելու էի խնդրի մասին։ Ու ես հասկացա, որ դա անհնարին է, ոնց որ մարտասպանը տեսնի, որ ինքը իրեն ինչ-որ մեկը նկատել է, ու այդ մարդուն թողնի, որ այդ մարդը գնա, անհնարին է։ Ու մեզ բռնեցին, տարան։ Երկուսով եք, չէ՞։ Երկուսով ենք, բայց այդ ընթացքը մենք մի 4 ժամ մեզ պահել են հենց այդ նույն տեղում, ու այդ ընթացքում 5 հոգու եւս բռնեցին մեքենաներով գալիս էին, ու այդտենց բռնում էին։ 7 հոգի ենք մենք ընդհանուր, սենց հավաքվեցինք իրար գլուխ, ոնց որ 7 հոգի ենք դարձել։ Ու Շուշի։ Շուշիում ինչքան մնացիք։ 3 օր մնացինք այնտեղ, այնտեղից ուրիշ տեղ տարան, մի գիշեր մնացինք այդտեղ, հետո դրանից հետո տարան Բաքու Դիզբատ, 3 օր էլ այնտեղ ենք մնացել, դրանից հետո արդեն տարել են ազգային անվտանգության ծառայություն, որտեղ այն որ ես արդեն անգիտակից վիճակում էի, կորոնավիրուս էր իմ մոտ, այդ բային ես չգիտեի, որ կորոնավիրուս էր, ինձ ստուգեցին, որովհետև ջերմությունը շապեցին 41 էր, ու ես արդեն ասեմ, որ զառանցում էի, դեմքս չէր երևում, այդքան, ասենք,
ծեծել էին։ Կներես կարելի է խոսել ֆիզիկական ինչ-որ ճնշումներից։ Այո, ֆիզիկական հոգեբանից հենց Շուշիից սկսած, դե բնական է։ ամբողջ ճանապարհը դե բնական է, ֆիզիկական բռնություն է եղել։ Մենք հիմա գիտեք ոնց կնել ջան, ես չեմ ուզում փողոքեն որպես ֆիզիկական բռնություն ծեծել են ինչ են արել, բայց ուզում եմ որ դրա մասին իմանա հանրությունը, ոչ միայն մեր, այլ միջազգային հանրությունը, որովհետև հիմա մենք դիմում ենք եվրոպական դատարան այդ հայցով, հոգեբանական, ֆիզիկական եւ անօրինական դատավարությունների մասով, որպեսզի այն ինչը իրենք ներկայացրել են մեր մասով միջազգային հանրությանը, որ մենք հանցագործներ ենք, դիվերսանտներ ենք, լրտեսներ ենք, տերորիստներ ենք, ահաբեկիչներ ենք, որպեսզի բոլորը իմանան, որ այդ իրենց բոլոր դատավարությունները եղել են կեղծ շինծու, ու դա մենք հաղթելու ենք անպայման միջազգային դատարան, որովհետև կասկած չկա, որ մենք հաղթելու ենք, այդ իմ օրինակը կլինի բոլորին, որ նախադեպային կարևոր բան կդառնա, որ իմանան, որ հենց անօրինական գործողություններով ենք մենք այնտեղ դատվել, ու հիմա տերորիստ մեր երկրում, ովքեր որ դատվել են Ադրբեջանում, բռնադատվել են, տերորիստներ չեն ոչ մեկը ու չեն եղել ոչ մեկը։ Ինձ էլ որպես լրտես, այսինքն հավելյալ գործի դա կդառնա, որպեսզի այո, եւս շահարկենք նաեւ մեր գերիների հարցը, որ հենց հիմա այնտեղ գտնվողները իմ օրինակով, հենց հիմա գտնվողները այնտեղ բոլորը բռնադատված են։ Այ հիմա հանրությանը տարբերություն ասենք գերիների ու պատանդների, հա, եւ առհասարակ մեզ մոտ մի քանի տարի է, երբ որ խոսում են, խոսքի մեջ անընդհատ անդրադառնալուց ասում են իշխանության թևը իհարկե, ասում է գերիներ, պատանդներ եւ այլ պահվող անձինք, այսինքն ինքը ամբողջովին ներկայացնում է, իհարկե հասարակությունը քիչ է տարբերությունը հասկանում, այդտեղ տարբերությունը շատ իրավական է, իսկ այ ընդդիմադիր դաշնակիցներս ես չեմ ցանկանում մտնենք քաղաքական այսօր, չգիտեմ, եթե կուզենք կմտնենք, հա, խնդիր չկա, պարզապես որ մի քանի տարի այստեղ չես լինի եղել, մի քիչ ազնիվ չի լինի, էլի, ասենք, որ ինչքանով իրազեկված կլինեմ կխոսեմ։ Խնդիր չկա։ Բանա, իսկ այ ընդդիմադիր դաշտը անընդհատ մենակ գերիներ բառն է օգտագործում։ Սրա վրա պետքա սևեռվել։ Որն է տարբերությունը։ Ահա, ուրեմն գերիները լինում են նրանք, ովքեր պատերազմի ընթացքում զենքով ռազմական գործողությունների ժամանակ բռնվում են, այսինքն իրենց գերեվարում են, ովքեր զենքով են ու հանդիսանում են զինվորականներ, իսկ քաղաքացիական անձանց այստեղ իրավական մեծ խնդիր կա, իրավական խնդիրը նրանում է կայանում, որ քաղաքացիական անձանց իրավունք չունեն բռնելու, իսկ եթե բռնում են, իրենց պետքա բաց թողնել։ Շուտ պիտի բանան։ Զինվորներին պահելու են այնքան, մինչև որ ռազմական գործողությունները ավարտվեն ու փոխեն միմյանց հետ։ Կամ ընթացքում կարան այդքան պահեն, հա, խոսքով պայմանավորված։ Ի նկատի ունեմ ընթացքում կամ մինչև ավարտը կարող են պահել, ավարտից հետո պետքա փոխեն։ Այստեղ մի հատ խնդիր եւս կա, տեսեք։ Ուրեմն հենց հիմա Ադրբեջանում կան երկուսը մեր զինվորներից, մեկը 55 տարեկան է, մեկը 59 տարեկան է, Ալյոշա Խոսրովյանը եւ Լյուդվիգ Մկրչյանը, ովքեր բռնվել են, գերեվարվել են պատերազմի ժամանակ, մեկը հոկտեմբերի 4-ին, մեկը հոկտեմբերի 20-ին, ու Ադրբեջանը նույն պայմանագրով նոյեմբերի 9-ի պետքա մինչև նոյեմբերի 9-10 բռնված բոլորին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատ արձակեր, բայց այդ երկուսին պահել է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն թե Արցախի։ Որովհետև հայերին, նույնպես իրավական բաներ են գործում, մեխանիզմներ են գործում։ Իհարկե Ադրբեջանի հետ խոսելուց, այդ Ադրբեջանի մասին խոսելուց իրավունք բառը մի քիչ բարդ է օգտագործել, բայց գոնե էլի հիմք որպես հանդիսանալու պարագայում։ Այսինքն պատերազմի մասնակիցներին Բոլորին չի որ բաց են թողել։ Չեն թողել, այո, այդ երկուսը հենց 20 թվականից, այսինքն այստեղ եղել է պայմանագրի մեջ խախտում, էլի, որովհետև մինչև 9 Գիտես ոնց ձեր ձերբակալումը արդեն
պայմանագրի խախտումը։ Իհարկե։ Բնական է, դա անընդհատ որպես ճնշում են փորձում կիրառել Հայաստանի Հանրապետությունում նաև ինչ որ բանի հասնելու համար ու հեչ պարտադիր ու հեչ բան չի, պատահական չի քո այն խոսույթը եթերներից մեկի ժամանակ, որ եթե ճիշտ եմ հիշում, ասացիր մեզ ասում էին, որ բանը Հայաստանի հարցը լուծենք, նոր ձեզ բաց Այո, իրենք սակարկել են, միշտ մեզ սակարկել։ Այ ապրես, հիմի դետես, եթե ուզում ես քաղաքական ընդամենը համառոտ ամբողջը կարող ես հասկանալ։ Այ այստեղ, որ այդ ընթացքում ես հանուն անկեղծության ասեմ, ես անընդհատ իմ եթերներով այն ժամանակ շատ ակտիվ էր իմ Facebook-յան էջը, ասում էի ժողովուրդ, մի խոսացեք գերիներից, մի խոս, ինչքան կարաք մի խոսեք։ Այսինքն մի կարևորեք գերիների արկայությունը Ադրբեջանում։ Բանը նույն ընդդիմադիրներին էի ասում։ Դա օգտագործվում է Հայաստանի դեմ։ Մի արեք, երբ որ իրենք տեսնեն դրանով չեն կարող մեր ներհասարակական ու ներքաղաքական դաշտում հարց լուծել, հանգիստ եղեք նրանց չեն ցանկանա պահել։ Արժեք։ Այսինքն պետքա այդտեղ մի փոքր, բայց ես վստահ եմ դիտավորյալ, որովհետև սա կարա հասարակ մարդը չհասկանա, այս տարական բաները, բայց մի 20 տարի երկիր կառավարածները հո հասկանում են, չէ՞։ Շատ լավ գիտեն դա, բայց իրենք միևնույն է անընդհատ այդտեղ էին հարվածում, անընդհատ։ Ու ես երբ որ տեսա, որ դու եթերում դա ասեցիր, անկեղծ հետելում ուզում էի այդ հատվածը վերցեի դնեի, ասեի դե սա էլ նեք, տեսեք որ այն ժամանակ ասում էի ու փորձում էի ինձ ուրիշ ձև հակադարձել, իբր ես չգիտեմ, չեմ մտածում գերիների մասին, ոչ եք մտածում իր եղբայրներն են, բայց եթե ուզում եք որ մի ոտ շուտ գան, ինչքան կարաք քիչ խոսեք։ Իրենք միշտ երևի, չգիտեմ, ինչքան այնտեղ գտնվել եմ, ամեն օր ասում էին որ Հայաստանը պետք է ինչ-որ զիջման գնա, որպեսզի ձեզ ազատ արձակենք, այլապես չենք թողելու։ Մանավանդ գիտե, այստեղ շահարկողները կան։ Հա, որովհետև այդ հարցը այն որ կարևորություն է մեզ համար, ու իրենք օգտագործում են առիթը, որպեսզի ճնշում գործադրեն իշխանության վրա։ Դա բոլորն էլ հասկանում են, բնական է, իրենք հիմա հենց հիմա այնտեղ պահվող մեր բոլոր ես պատանտներ եմ համարում կլինեն մոտավորապես բացի սեպտեմբերից 23-ի սեպտեմբերից ռազմա քաղաքական ղեկավարության Արցախի այնտեղ հայտնվելը կարող ենք ասել քանիսը կա ընդհանուրը հենց հիմա 19-ն են նրանք էլ հետը Բակո Սահակյանն հա բոլորը միասին 19-ն են ուրեմն երկուսը Լուդվիկա եւ Ալյոշան բռնված են 20 թվականին հոկտեմբեր ամսին։ Այո, կա Ռաշիդ Բեկլարյանով բռնվել է 23 թվականին, բայց մինչ այդ ռազմական գործողությունները սեպտեմբերի մինչ սեպտեմբեր։ Միջի շրջափակումը, թե շրջափակման ժամանակ ինքը փորձել է դուրս գա, բռնել են։ ու մնացածը 16-ը ում սեպտեմբերից հետո են բռնել, ռազմական գործողություններից հետո են բռնել 16-ին։ 16 մարտ։ Այսինքն իսկ դուք այնտեղ շփում ստացվում է թե լրիվ առանձին կամերներ են ինչա ոնց է։ Ուրեմն ես եղել եմ Ալյոշա Խոսրովյանի, Լուդվիկ Մկրտչյանի եւ Ռաշիդ Բեգլարյանի հետ, մենք եղել ենք Բերդում, Սենգեչեի քաղաքում։ Ոմ Բակու էր Բերդի անունը։ Մենք այդտեղ ենք։ Սենգեչը շատ հեռու է։ Մի 50 կիլոմետր է հեռու Բաքվից։ Իսկ մնացած մեր Արցախի քաղաքական եւ այնտեղ զինվորականներ եւս կան իմ տարիքի, իրենք գտնվում են հիմա ազգային անվտանգության ծառայությունում Բաքվում։ Դու ասացիր դու Ռաշիդը, Լյուդվիկը եւ Ալյոշան։ Իսկ բանը Դավիթը ովքեր եկել են, ուրեմն ես, Դավիթը, Վիգենը, ցայց Վագիֆը, Ռաշիդը, Ալյոշան, Լյուդվիկը միասին են եղել, Օմբակու, Սենգեչեի քաղաքում են եղել, իսկ մնացածը ազգային անվտանգությունում։ Ես մի տարի համարյա, մոտարապես մի տարի կլինի, հենց սկզբի բռնված ժամանակվանից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 23-ը եղել եմ Դավիթի հետ, Լյուդվիկի ու Ալյոշայի հետ եղել ենք բանում Ես պիտի խնդրեմ մի երկու բառով էլ առաջի հատվածը, որ մինչև դադարի գնալը, մի երկու բառով էլ նկարագրել
մեկ այլ բան ու անցնենք արդեն մի քիչ ապագայի գործերին էլ չեմ ուզում էլի շատ տանջած լինեմ ձեզ։ Այ այնտեղ ձեր ինչպես ստացվեց դուք գոնե մի օր մի ժամ առաջ եք ու դուք գիտեք որ ինչ որ գործողություն սպասվում է հնարավոր է որ ձեզ արդեն մոտենում է օրը Հայաստան գալու ինչ որ նշաններ եղել են թե տենց մեկել եկան անուն ազգանուն կարդացին ասացին այսքանով դուրս եկեք։ Ուրեմն վերջի 3 ամիսը իմ վերադառնալուց առաջ վերջի 3-4 ամիսը ես շատ մեծ ուժով պայքարում էի, այն որ իրանց դեմ, ամեն ինչի դեմ։ Այն որ արդեն էլ որտեղ կտրի կապը վիճակ։ Հենց այդ վիճակներ, որ ես հենց բռնված օրվանից էի խաչ քաշել իմ կյանքի վրա, որովհետև ես այնտեղ Դավիթին ասեցի Դավիթ ջան, ասի, արի թռնենք ձորի մոտ էինք, մենք պպզած, հետև ձեռնարկերներս կապած հետևը, ասի Դավ ջան, արի թռնենք, ասի, ես չեմ ուզում հասնենք մենք Բաքու, բա Բաքու չենք գնալու, մեզ թողելու են, ասում Դավ ջան, ասում եմ, մեզ մինչև ազգային անվտանգություն չտանեն, դե բնական է մտածում ես էլի, գիտեմ, որ հաստատ այտենց է լինելու, ասի մինչև չտանեն, մինչև չգիտեմ, եթե ողջ մնանք էլի, ասի, իրենք մեզ տանջամաչան են, արի մենք թռնենք կամ թռնում ենք ձորը կարում ենք փախնենք կամ էլ թող սպանեն մեզ։ Բա չխնդրում եմ մամաս հիվանդա չի դիմանա, ուզում եմ հասնեմ մամայիս, մի արա, մի թռի, ասի լավ, ես եմ թռնում ուրեմն, եթե կարեցա սաղ մնայի, ռուսներից կբերեմ քեզ օգնության, որ թարգեմ քեզ, եթե մեռա, ուրեմն դու կգնաս Բաքու, հետո ուրեմն դու չթռնես։ Բա չէ, ոչմ, վատացավ բան, եկան մեզ տարան, սարի տակը տարան, արդեն այդտեղից հանեցին, ասի լավ, ուրեմն ոնց գնաց ճանապարհը գնաց, արդեն մեր ձեռքում ոչ մի բան չկա, չենք կարել կառավարենք իրավիճակ, ասեց տուն ենք հասնելու, հետո որ վերադարձանք, ասեց թե տեսար որ ասեցի տուն էինք վերադառնալու, ու հիմա ասում եմ Դավ ջան, բարով խերով հասանք տուն, ապրես։ Իսկ այդ բանը չանդրադարձանք արդեն, էլի գնացինք հուշերի մեջ, այդ դուրս գալուց ասեցին մի Հա, դուրս գալուց ուրեմն 3-4 ամիս է, որ ոչ մեկի հետ չէի թողում նույնիսկ իմ կամեր մտնեին, այն որ ասում էին, Դավիթին ասում էին, ես միշտ սենց ա եղա ագրեսիվ, խելագարվել ես, ինչ ա, ես ոնց ա պահում մեր հետ, պետը կանչում էր խոսալու, ասում էի, չկա ձեր հետ խոսալու, չեմ ուզում տենամ ձեզ, վсё, հեռու գնացեք, հաց չէի ուտում էլ, ասում էի, չեմ ուտելու, մինչև մեռնեմ, եթե դուք ինձ պահում եք ստե շահարկելու են պետության դեմ, ես էլ ասում եմ, որ իմ պետությունը ոչինչ չպետք է իմ համար տա, դուք ինձ բռնի կերպով պահում եք այստեղ դատել եք, դուք պետք է ինձ ազատ թողեք, դուք պետք է շուտ ինձ ազատ թողեք, եթե այս օրն այգե հասե, ես էլ չեմ համակերպվում, վերջ, ուրեմն կմեռնեմ այստեղ սովից։ Ազգային անվտանգության ծառայությունից իրանց եկան, բա արի գնանք խոսենք, բան, ասի չկա, ոչ մի բան չկա խոսալու ձեր հետ։ Ես ասի ձեր հետ խոսեցի, դատարանում 100 անգամ ասեցի, որ ես մեղք չունեմ գործած։ Ինձ ոչ մեկ չլսեց, հիմա ես ձեզ չեմ լսում։ Ալիևի աշխատակազմից եկան, ես տեսա արդեն, որ խառնվել են իրար, որովհետև եթե մեր հետ ինչ-որ բան լիներ, օրինակ ես մեռնեի, այդ իրենց պետության վրա շատ մեծ խնդիր էր։ Հա, ես էլ այդ առիթը օգտագործի, ասի ձեզ որևէ հնարավորություն չեմ տալու։ Կամ թողում եք, կամ ոտերս առաջ ուղարկեք իմ երկիր։ Վերջ, ես էլ չեմ մնալու այստեղ։ Ու եկան դեկտեմբերի 26-ին, եկան ասին, որ հունվարին մարտ ենք բաց թողելու, ու դու մեջն ես լինելու։ Նորմալ սնվի, քեզ լավ պահի, ինչա պետք էր, հանգիստ եղի, էթալու ես տուն, հյուծված, չգիտեմ եմ, որ հազիվ քեզ պատգարակով չուղարկենք Հայաստան։ Ասի չեմ հավատալու, միևնույնն է չեմ հավատալու։ Վերջո Դավիթի հետ մենք առանձին էինք, առանձին խցերում էինք, ես Ալյոշա Խոսրովյանի հետ էի, ինձ տարան Դավիթի մոտ։ Քանի որ Ձայծ Վագիֆն էլ վատացել էր, իրեն ծայրահեղ ծանր վիճակով տարել էին հիվանդանոց, Դավիթն ու Ձայծ Վագիֆը մի խցում էին։ Ինձ տարան Դավիթի մոտ, երկու շաբաթ միասին նստեցինք ու պատահական, այն որ հունվարի 13-ի գիշերը Դավիթի հետ խոսում ենք ու չգիտեմ ինչից է, այն բան կա, մի հատ քամրան ռազմավար կա ինչ կա։ Դրա վրա ենք ծիծաղում, էդի
էկրանով տելևիզորով ցույց են տալիս, ինչ որ հայի հետ խոսում է, մենք էլ ծիծաղում ենք դրա վրա, ձեռն սրա վրա ծիծաղում ենք, որ այն որ Դավիթ ասում է ի՞նչ է մեր հետ կատարում էլ, ես ոնց ենք, սենց չեր եղե, ասում եմ երևի վաղը տուն ենք գնալու, անկախ ինձանից, ասում եմ դե արի քնենք, արդեն 3-ն գիշեր է էլի, մեկ էլ տեսար առավոտ եկան դուրը բացեցին։ Չէ, տես տրամադրություն է մեկ էլ ձեր մոտ առաջանում ու դուք ոնց որ արդեն հոգին ազատվել է, էլի բնում է ֆիզիկապես ազատվեք։ Ու առավոտ այդ 14-ի առավոտ ժամը 5-ին եկան դուրը բացեցին, ասին դուրս եկեք։ Շորերը վերցրեք։ Շակաղվեցի, գնանք կարճ դատարի սիրելի հեռուստատիտողներ։ Վերադառնանք սիրելի հեռուստատիտողներ։ Այսինքն լավ, դա հասկացանք, արդեն տրամադրությունը արդեն հուշել է, որ ինչ որ բան լավ է գնալու։ Իսկ այդ աշխատողների մեջ գիտես որքան էլ որ մենք բնականաբար մենք ապրել ենք պատերազմի շրջանում մի 30 տարի մենք դաստիարակվել ենք այդպես մեր արյան գենետիկայի մեջ է դեռևս այդ ամենը ու այս թշնամանքը շատ երկար դեռ կտևի անգամ այն պարագայում եթե խաղաղություն լինի միևնույնն է անձնական բաները դեռ երկար առնահոսելու են վերքերը եւ երկու կողմից կարելի ասել կլինեն տնտեսական հարաբերություններ գուցե լինեն առանձին շփումներ եւ այլն այնուամենայնիվ դա կմնա բայց մյուս կողմից շատ դեպքերում հանդիպում ենք որ մարդն էլ մարդ է եւ ինձ չի թվում չգիտեմ դու հիմա ինձ կուշես ճիշտ եմ պատկերացնում թե ոչ այնտեղ աշխատակազմի մեջ բոլորն են այնտեղ կոշտ ու կոպիտ վերաբերվում անգամ ամենասկզբից զինվորների միջից թե ամեն դեպքում կար միշտ լինում է չէ մեկը կամ երկուսով փորձում է դավերիայի մեջ մտնի քո հետ ու ինչ որ կոնտակտ էլի sense ստեղծի այ կան այդպեսինը հիմա որ դու այդ մասին խոսեցի այս են հայերն են բան sense հիմա որ դուք խոսում եք ես մտովի գնացել էի այնտեղ ու վերհիշում էի հենց սկզբի օրվանից մինչև դուրս գալուս պահը գիտեք ինչ կասեմ ուրեմն հենց առաջի օրվանից մարդիկ են եղել իրոք եմ ասում այդ ուրեմն բանտապանների մեջ որ գալիս էր այսինքն ասում էր իմ ձեռը բան չկա էլի ասում էր մենք սաղս էլ մարդ ենք բոլորս էլ մարդ ենք ես քեզ ինչ անեմ հիմա տենում եմ քո վիճակը տենում եմ որ ընտանիքիցդ կտրված ես երկրիցդ կտրված ես այս արդեն հոգեբանական վիճակ են ինչ հիմա դու ունես ես չեմ կարա քեզ ավել նեղացնեմ էլ եսի քեզ արդեն հերիք է ինչ ես ուզում ասենք ծխախոտ էր բերում ասում էր այս իմ ծխախոտն է ծխի ասենք ուրիշ իրանք պետքա տային ծխելը հիշում ենք չէ վնասակար առողջությանը այնպես որ հա չծխեք Իմիջայլոց Գևորգը թողել է ծխել այո այլ չեմ ծխել գերությունից վերադարձել է մի խոսքով այդ բանտարկությունից վերադարձել է ու թողել է ծխելը այո ուրեմն մարդիկ կային որ օրինակ ընդհանրապես ընդ պետքա ամեն օր 5 հատ սիգարետ տային ծխախոտ 5 հատիկ պետքա տային բայց չէին տալիս ասենք 3 օրը մի հատիկ էին տալիս կամ ելնում էր սիգարետը բերում էին ծխախոտը ու ծակած ծխում ես ոչ մի բան չի գալիս դերվայլացրել դա պատկերացնում եք ինչերի մեջ են էլի մտել անգամ հոգեբանական էդի ճնշում ասենք մի հատ ուղակի յուրաքանչյուր մեկը իր վրա վերցնի որ բերում են իրան ծխախոտ են տալիս ու ձեր առնելիք է էդի էլի այն որ դու այդքան չկաս որ ես քեզ նորմալ ծխախոտ տամ դե տես ասենք ինչ ես դու արժանի ով ես դու էլի դու ասում ես այդ մի հատիկի որ ասես մի հատ մեկ է հա նայում ես մի 10 տեղից ծուխ է հելնում ասենք հիմա ծիծաղում եմ այդ մասին պատմելուց բայց էդի դե տենց ասում են անցյալի փուշը ներկային ուշն է հա այն որ հոգեբանական ծանր վիճակի մեջ ա դնում էլի մարդուն այսօր եմ հասել ես էլի այս իրավիճակին ես պետք է հասնեի համենայն դեպս բայց մարդ ա եղել որ եկել է ասենք տեսել ա որ նստած է ստախուր բան բերել ա մի երկու հատիկ սիգարետ ասում եմ կողմից դե լուցկի բան մեզ չէին տալիս վարել ա ասում ա ծխի ու խոսա հետս կիսվի չգիտեմ եմ որ դարդը պատմի գոնե դեպքում մարդկային վերաբերմունք է ցույց բերել ես 6 ամիս մենախցում եմ նստել
ոչ մեկ չի պատկերացնում մենախուցը ինչ դաժան Ես բան է։ պատկերացնում եմ, Հա? ես գիտեմ դա ինչ է։ Ահա որ դաժան բան է Է մենախուցը։ որ ինչ ուզում ա լինի, եթե դու մենակ ես այդ խցում, անգամ եթե ամենալավագույն պայմաններն են, մեկը քեզ գժվացնում է։ Խելագարությանը հասցնում է դի շատ ամենադաժան Ես բանն է։ անգամ այդ ժամանակներն ասում եմ եմ հասկանում, թե սովետական բերդերում ինչի էին գնդակարելուց առաջ մի քանի ամիս մենախոց տանում, որ այդ մարդն էլ ուզի, որ իրան գնդակարեն։ Հա, իրոք։ Որովհետև ու ընդհանրապես միջազգային օրենքներով, եվրոպական օրենքների մարդու իրավունքների օրենքին համաձայն, մարդուն չպետք է մենախցում պահեն, դա ավելի դաժան է, քան ֆիզիկական բռնությունը։ Այդպես է համարվում օրենքով։ Ու այդ մենախուցը այն որ չգիտեմ, ես ընդհանրապես կաուստրոֆոբիա ունեմ։ Ոնց կարեցա ես ինձ տիրապետեի, ես հիմա որ հետ եմ նայում, ասում մարդը ինչի կարող ընդունակ լինի։ Այդ գիտեք ինչից էր ես կարեցա դիմանայի, որովհետև ինչքան շատ էր իմ դեմ ճնշումը, այնքան պայքարը, որ պետքա իրանց դեմ պայքարեմ, այդ ամենի դեմ պայքարեմ, ավելի մեծ է։ Ազդեցությունը ստեղծանում էր հակազդեցություն։ Այո։ Ու քանի որ ես 6 տարեկանից միշտ սպորտի մեջ եմ եղել, ես եղել եմ ես Այսինքն կամային հատկանիշներ ունես։ Լավագույն բռնցքամարտիկներից մեկն եմ եղել, Եվրազիայի չեմպիոն եմ եղել, միջազգային չեմպիոն եմ եղել Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում, այնտեղ պարապել եմ, Հայաստանում էլ 6 տարեկանից եմ պարապել, ու այդ բնավորությունը ինձ ստիպում էր, որ ես իրավունք չունեմ հանձնվելու, ես իրավունք չունեմ թույլ տալու, որ տեսնեն ես կոտրվել եմ կամ թեկուզ եւ հոգեպես եղել եմ շատ վատ վիճակում եմ, որ ծայրահեղ վիճակում, բայց ատամները սեղմած, ասել եմ ես պետքա դուրս գամ ու ցույց տամ, որ ես ուժեղ եմ, որ ես կարեցել եմ այս ամենին դիմակայեմ ու իրանք պետքա տեսնեն, թե ես ով եմ իրականում։ Չնայած իրանք գիտեին ես ով եմ։ Ներքին երևակայական պատերազմի դաշտ է ամեն օր ու ապրել էլի այդպես։ Այլապես չես կարա։ Կամ պետք է համակերպես այդ իրավիճակին, ես չկարողացա համակերպվել։ Նույնիսկ 1 օր 1 ժամ ինձ ասում էին միշտ, ես միշտ պայքարի մեջ եմ հետներ եղել, ասում են դուք համար ավելի ես դժվարացնում իրավիճակը, հետ են ասել։ Դա դժվարացնում է համակերպի, նստի սպասի։ Ասում եմ ոչ։ Ես չեմ համակերպվելու։ Ես անօրինության հետ երբեք չեմ համակերպվելու։ Ու ես չեմ կարա ինձ պատկերացնեմ իրոք հոգեբանորեն պատկերացնեմ, որ ես այստեղ եմ հիմա։ Ասենք ես Ադրբեջանում եմ, չգիտեմ, ու չեմ տեղավորվում։ Ձերքի մեջ եմ էլի։ Չեմ կարա դրան հոգեբանորեն ես պատրաստ չեմ։ Ու չեմ էլ ընդունելու, մինչև վերջի վարկյանը։ Եթե 15 տարի է ես մնամ այստեղ, ես չեմ ընդունելու այդ փաստը։ Ու որ պահին ես դուրս եկա այստեղից, ես Եվրոդատարանով բողոքարկել եմ ձեր դատա, ապացուցել եմ ամբողջ։ Այդ Եվրոդատարանի հետ կապված, տես, մի հատ պատկերացում կա, թյուր պատկերացում կա մեր հանրության մեջ, իմիջայլոց ես այս վերջի շրջանում փորձում եմ իմ հաղորդումներով հուշել նաև մեր արցախցիներին դրա մասին, Արցախահայությանը, որ այո, Հայաստանի Հանրապետությունը ինքը չի կարող վերջադրել Արցախյան պատերազմին, պայքարին այդ բանին, որովհետև կա դրա համար իր ապաճառները ու բաները։ Հայաստանի Հանրապետությունը օֆիցիալ իր անունից չի կարող շատ տեղերում հանդես գալ, բայց դուք որպես մարդիկ կարող եք ձեր իրավունքները պարզապես այստեղ է հենց պետք է իրական ընդդիմադիրներ, ովքեր որ ինչու ոչ, ինչու միայն ընդդիմադիրներ, իրական ուժեր, ովքեր որ կփորձեն այս մասով աջակցել նրանց խորհրդատվությամբ, ուղղություն ցույց տալու։ Դա պետությունը չի կարող անի, որովհետև հենց ստացվի, որ պետությունն է անում, խնդիրը առաջանում, միջազգային սկանդալ է դառնում։ Բայց պետությունը միևնույն ժամանակ չի էլ արգելի, որ դու գնաս այդ բանով։ Յուրաքանչյուրի իրավունքն է դա։ Եվ հիմա դու երբ որ սա ասում ես, որ ես գնալու եմ Եվրոդատարան, շատ լավ բան ես ասում, հենց այս իմաստով։ Այսինքն գալիս է, որ Ժորժ ջան, տեսեք, այդ թյուր կարծիքը, որ պետությունը չի թողնում, պետությունը արգելում, պետությունը չի մտածում մեր մասին։ Սա ուրիշ բան է, մարդը իր իրավունքների հետևից հանգիստ կարա գնա ու պետությունը այդտեղ ոչ կարա քեզ աջակցի, որովհետև դա ուրիշ բան է դառնում, ոչ էլ արգելում է, գնա։ Հասկանում եք, որովհետև մարդու իրավունքը մի քիչ ուրիշ բան է։ Չգիտեմ, ես հաջողություններ մաղթում եմ ձեզ Եվրոդատանում, որովհետև նրա անձնական նպատակը մեկ այլ բան է, նրա գլոբալ նպատակը մեկ այլ բան, երկուսն էլ բավականին արժեքավոր ու
արժեքավոր է եւ մեր պետության համար, եւ այնտեղի գտնվող տղաների համար, մարդիկ կան, այնքան շատ են գնել ջան մարդիկ, որ մտածել խոսում են։ Տեսեք մի հատ ստե բան կա, ասում է դու որ խոսում ես այս մասին, դու վնասում ես այնտեղի տղաներին։ Դուք որտեղից գիտեք, որ ես վնասում եմ։ Ես այնտեղից եմ եկել։ Ես գիտեմ որն է վնասում, որը չի վնասում։ Պետք է Ադրբեջանի կառավարությունը իմանա, որ մենք պայքարել ենք մեր ճշտի համար, այսինքն ինչքան խոնարհվես, ես որ կամ ձենս կտրեմ, ինքը կասի ճիշտ է, այդպես պահենք, մեկը ոչ մեկ եվրոդատարան չդիմեց, ոչ մեկ չբողոքարկեց։ Այսինքն ինչ են անում սրանք, երբ որ պետք չէր շատ խոսել, բոլորը խոսում էին։ Հա, ես որ պետք է գործել։ Երբ որ պետք է արդեն այն իրավիճակն է, որ կարելի է խոսել, բոլորը ասում են մի խոսա, այս ժողովուրդ տենց ոնց կլինի։ Այո, սկզբում պետք էր բան, որովհետև շատ էին թվով։ Շատ են ու դա լուրջ բան էր էլի առաջացնում, ստեղ էլ վազում էին այս ինքնաթիռի հետևից, էլ վազում էին ՊՆ, արանք էլ սադրիչներ, արանքը մարդիկ, ովքեր քաղաքական դիվիդենդներ պոկելու համար ավելի լարում էին, մի խոսքով, ասենք, այդ մարդկանց ծնողների վիճակը պատկերացնում չէ ամեն անգամ իրանց խափենացն գար։ Այդ դրա համար երևի նաև այս մասով բավականին լուռ ու մունջ էր, մենք չենք սպասել որևիցե բան, մեզ չի հուշել, որ հեսա զարթնելու ենք սենց լուր լսենք։ Որևիցե բան։ Եվ դա այս մասով ես գովելի է։ Ես այս մասով ուղիղ գովում եմ կառավարությանը, ափսոս որ այն ամենասկզբից չէր ստացվում այդպես անել, որովհետև շատ է ժառանգում։ Լավ, դուրս գանք մի փոքր, երբ որ եկար Հայաստան, գիտես, 5 տարի այստեղ պրոցեսներ են եղել ու միապաղաղ չի անցել կյանքը այդ հաստատ։ Ընդ որում, եթե ուրիշ ժամանակները դու պայքարների մեջ նույնպես ակտիվ ես եղել, եթե ուրիշ ժամանակներում հիմնականում գարունը կամ մարմարը կարող էր քաղաքասարակությունը մի քիչ ակտիվանալ, մենք այստեղ 5 տարին գարուն ամառ աշուն ձմեռ սեզոնով անցել ենք ու այդ ընթացքում շատ թաց ու չոր է խառնվել իրար շատ չգիտեմ քամիներ ու ջրեր են հոսել ու քամիներ են փչել դու 5 տարի անց գալիս ես մի իրականություն թողել գնացել ես դու գնացել ես մի պահ երբ որ ամբողջ հայ ժողովուրդը ինչ որ ցած իրար օգնում էին, աջակցում էին, չէ՞, ու մեկ էլ եկել ես մի հատ իրականության մեջ, որտեղ որ ման առավել եւս հիմա արդեն սրված է քաղաքական պայքարները, որը ազդում է քաղաքացու մենտալիտետի վրա չեն կարող ասել չէ։ Այս 5 տարվա բացակայության, ասես որ եկար այդ միջավայր, որքանով զգացիր, որ այո, հենց սա քո հարազատ միջավայրն է, ու որքանով արագ բռնեցիր կամ դեռ չես բռնել ու ասես չէ, ոնց որ այս միջավայրից մի քիչ փոխվել է, այս ինչա։ Այ ոնց էր ծանոթությունը 5 տարի անցից Հայաստանի հետ, ասենց էլի մոտավոր ձևակերպենք։ Գնել ջան, այնքան ասենց տարբեր էին, որ կար եւ շատ լավը եւ շատ վատը, այնքան հազարավոր մարդիկ էին գրում ու զանգում, ընդհանրապես ժամանակ նույնիսկ չկար, որ մի վարքյան հեռախոսը հանկարծ դադար լիներ ու կարենա ինչ-որ մեկի հետ խոսեի, մարդիկ լացում էին ուղղակի, շատերով լացում էին, որ ես վերադարձել եմ, ընկերներս լացելով եկել են ինձի տեսնելու, որովհետև ասում էին մենք չէինք պատկերացնում, որ դու ողջ կգաս, ոչ մեկ չէր հավատում դրան։ Ու հիմա որ մարդկանցի շատերը ասում են Նիկոլնա քեզ գցե ու դու Նիկոլին ինչ-որ միտեղ պաշտպանում ես, ուզում եմ ասեմ, որ նախ Նիկոլը չի գցե, դրա համար պետք է հասկանալ, մեղադրել բոլորին կարանք մեղադրենք։ Բոլորին։ Մի անգամից հարցը լուծելու համար։ Ու վերջ։ Բայց այն որ իրոք հարազատներիս ու ընկերներիս լսեն ու այդ մարդիկ ոնց էին մտածում որ ես չկայի էլ ոչ մեկի համար։ Ու ես վերադարձել եմ այսօր։ Ես Նիկոլ Փաշինյանն ինձ վերադարձել եմ։ Ես գիտեմ փաստերով, որ մի քանի անգամ հանդիպումների ընթացքում անհատական մոտիկացել է ինձ ուզե։ Ու ժողովուրդ ասում է այդ խիա քեզ ուզե։ Այդ դու ինչով էիր առավել։ Որովհետև այո, քո անունը հատկապես շատ շրջանառվում էր։ Ինչի համար է ինձ ուզե։ Հիմա ես ուզում եմ որպեսզի բոլորը հասկանան ինչի համար։ Խնդրեմ, ես մոտավորապես ոչ հորիցս է բարեկամ, ոչ մորիցս Նիկոլ Փաշինյան, բայց քանի որ
գիտեին բոլորը ու հանրությունը Հայաստանի Հանրապետության բոլորը գիտեիք որ ես Քելբաջարում ելույթ եմ վիդեոին իր կնոջ Իլհամ Ալիևի կնոջ վիդեոին պատասխանել եմ ու դա իր դուրը չի եկել անհատապես ինձ որպես թշնամի էր ընդունում Իլհամ Ալիևը ու իմ երկրից ղեկավարը ասում է որ ես վախենում էի որ հանկարծ քո հետ մի բան չլներ այնտեղ հենց դրա համար է ինքը ուզը որ ես գայի որովհետև անօրինաբար է իմ նախ դատը հենց այդ խոսքի համար հենց այդ խոսքերից ասածներից համար էին դատել ու մարդիկ էլ կա ասում է բա եթե դու հիմա ասում ես ոչ մեկին անտեղի մի վիրավորիր ինչի համար ես դու վիրավոր է Իլհամ Ալիևի կնոջը կա Իլհամ Ալիևին ես ասեմ Իլհամ Ալիևը պատերազմել է մեր դեմ սպանել է մեր աղբերներին մեր հարազատներին մեր ընկերներին ես կարայի վիրավորեի որովհետև ինքը հենց հիմա օրինակի համար տեսել ենք բազմաթիվ տեսանյութեր որ բռնում են գերեվարում են զինվորներին սպանում են ես կարայի վիրավորեի որովհետև ինքը վիրավորել է մեզ ինքը վնասել է մեր ազգին ու ես ունեցել եմ պատճառ դրա համար այսինքն որ ասում եմ ամեն մեկը պետք է պատասխանատու լինի ինձ այնտեղ հարցերին ասում են դու Կովկասից ես մեր մենտալիտետը ուրիշ է դու ո՞նց ես դες բանանու ասում որովհետև դու կպել եք իմ եղբայրներին իմ ազգին ու ես դրա իրավունք ունեցել եմ այսինքն իրաց մոտ Ադրբեջանում դեռ հարց էր հա դա հա ինչու իրանց ազգային անվտանգությունից էին ասում բայց շատերն էլ ասում են ճիշտ է սարը հենց իրոք եմ ասում իրանց ադրբեջանցիներից հա ադրբեջանցիներից հա ասում են էլ մի հատ էլ ասա ոնց էր ասել այնա Դավիթը գիտի վակա նա ուրախանում էին ասում են ոնց ես ասում մի հատ էլ ասա ասում են այսպես տաղա ես ասում են զզվում են այլևից շատերը շատերը դե դրա համար էլ նա փորձում է Արցախի հարցը անդադված ջար լավ մեր ժամանակը մոտենում է ավարտին ես ճիշտ ասած ամբողջ երկրորդ հատվածը ուզում եի նախատեսել քո ապագայի ծրագրերին բայց մի քանի րոպե ամնաց ես մենք կարող ենք ինչ որ մի օր էլի զրուցել հանդիպել բայց խնդրեմ ինչ ունես այսօր ինչ հիմքի վրա ինչ ես ուզում կառուցել թե դեռ շոշափում ես միայն գիտես որ մի լավ բան ուզում ես անես շոշափում եմ այո մի լավ բան անելու եմ հաստատ անելու եմ զբաղվել եմ իմ բարեգործական հասարակական կազմակերպությունով ստեղծելու եմ բիզնեսներ շարժվելու եմ առաջ առանց կանգնելու որպեսզի օգտակար լինեմ ժողովրդիս եւ պետությանս որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր գործով կոնե մի փոքր չափով օգնի պետության առաջընթացին ես էլ մտածում եմ որ եթե ուզում եմ օգնեմ իմ պետությանը պետք է իմ գործով դրական գործով լինեմ օրինակներից մեկը թեկուզ լավ բիզնեսմեն որպես ես բիզնեսի որ ուղղություններն ես դիտարկում հիմա գիտես Հայաստանում կան շատ լավ սեմինարներ են անցկացվում եւ այլն դու գրանցված ես նմանատիպ սեմինարներում ես շուտ եմ եղել 2018-ից նույնիսկ առաջ ու լավ պատկերացնում եմ այդ բիզնես ոլորտը իրենից ինչա ներկայացնում շատ ուժեղ մարքեթինգ գիտեմ հիմա կա նորաստեղծ կինս էր ստեղծա մինչև իմ գալը բիզնես կարի հասարնագործության արտադրությունը մենք հիմա ես ուզում եմ այդ զարգացնենք որ կինս էլ լավ զգա որ նախաձեռնությունը աշխատող լավ նախաձեռնություն էր ու դառնանք օրինակ մնացածի համար ինչ չէ պատկերացնում ձեր կնոջ ապրումները հա շատ նո առանձին ողջույններ նրան նույնպես որովհետև այս ամեն ինչի միջով անցնել հետո զուգահեռ փորձել ինչ-որ բան ստեղծել դժվար է իմ աշկերն էլ լցվեցին ապրի ինքը շնորհակալ ու ամեն դեպքում այսինքն տրիկոտաժի թե հենց կարուձևի ոլորտում տրիկոտաժի կարուձև ամեն ինչ ուրեմն անկողնային պարագաներ մայկաներ ասեղնագործություններ տարբեր ձևի այդ ամենը ունենք ստեղծել է կինս այդ ամենը ունենք ես էլ ուզում եմ զարգացնեմ օգնեմ իրան որ իմանա որ իր գործը ունեցել է արդյունք այս 5 տարվա իր պայքարը իր այդ չարչարանքները այդ իր գործը որ կա պետքա ծաղկի երեխաներ կա շատ մի հատ տղա ունեմ 14 տարեկան 14 աստված բայ Գևորգ ջան շնորհակալություն դարձյալ եւս մեկ անգամ ձեր նպատակները թող Աստված ձեզ հետ լինի այդ ամեն ինչում իսկ ես որպես քաղաքացի եթե ինչ որ բանով կարողանամ օգտակար լինել թեկուզ ընկերաբար խանգարելով որովհետեւ մարդիկ են եկել ապա սիրով պատրաստ եմ շնորհակալ եմ գնել ջան շնորհակալ հանդիպենք մեր հյուրը Գևորգ Սուջյանն էր եթերում այսօր այսքանը հարգելիներս
Ա